Ճակերտավոր ասած փուրը տվեցիք ոնց որ կանդազին։ Ու այդ մարդկանց Ազգային ժողովում կրկին մթնոլորտը սրվել է ԿՊԱ-կան պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։ Նրա այն խոսքից հետո, թե ուժեղ Հայաստանը մոռացել ու մեջբերում փուրն է տվել իր համար ընտրակաշարք բաժանողներին, միջամտել ու տեղից փորձել է սաստել պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ, որը խոստացել էր հավասարություն պահպանել իր դիրքից ու թույլ չտալ, որ ԱԺ վիրավորանքներ հնչեն, Չախոյանի խոսքում որևէ վիրավորական բառ չի նկատել։ Պարոն Ղազինյան, տեղից մի ընդհատեք ելույթ ունեցողին։ Դուք ինձ մի ասեք, ես ինչ անեմ, փուրը տալը վիրավորական արտահայտություն չի։ Արդյոք դա կներեք, ես բան չեմ առաջնորդվելու ձեր սուբյեկտիվ ընկալումներով։ Դա արտահայտությունն է, որը կարող է ձեզ դուր չգալ, բայց դա վիրավորական արտահայտություն չի ու պետք չի ինձ տեղից պատասխանել։ Ու սրանից հետո ելույթ ունեցողներին չընդհատեք։ Ես կընդհատեմ, երբ որ հարկ կհամարեմ, այդ թվում ձեզ։ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 1 ամսով։ Նա նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նախորդին հայտնի էր դարձել, որ Քասախի նախկին ղեկավարը եւ եւս 5 անձ ձերբակալվել են։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Արա Մկրտչյանը կեղծ աճուրդների միջոցով 228 միլիոն դրամ շուկայական արժեքով 28 հողամաս է օտարել։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին։ Գործով դատավոր Հակոբ Մանուկյանը դատական առաջին նիստին ինքնաբացարկ էր հայտնել եւ հրաժարվել գործը քննելուց։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Հապկ գագաթնաժողովում, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Երևանի կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը եւ տարեկան բյուջեի որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է իր իրավունքը չիրականացնել, բայց դա չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը ժամանակին կատարել իր ազգային ներդրման վճարումները, նշել է Գալուզինը։ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին։ Այդ ժամանակ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը կքննարկվեն Երևանի վերաբերյալ հնարավոր հետագա քայլերը։ Ակնհայտ է, որ եթե հանրաքվեի կոչը մինչ այդ չընդունվի, ղեկավարները հաշվի կառնեն այս փաստը հետագա համատեղ քայլերը որոշելիս, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Կոմիտասի Պողոտա Փափազյան փողոցի Խաչմերուկում վիճաբանություն ծեծկրտուք է տեղի ունեցել։ Օգոստոսի 10-ին երեկոյան Խաչմերուկի լուսացույցը չի աշխատել, իրար չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ հետո վերածվել է ծեծկրտուքի։ Ոստիկանները ձերբակալել են միջադեպի մասնակիցներին։ Ուկրաինան հարվածել է Վայլդբերիսի Վորոնեժի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին։ Հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով խոշոր ընկերության 2 պահեստներում հրդեհներ են բռնկվել։ Դեպի Մոսկվա թռչող 13 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգով, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ռուսական բանակը ի պատասխան ցամաքային տեղակայման ճշգրիտ կառավարվող զենքերով հարված է հասցրել Կիևում եւ Զապորոժիայում գտնվող պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոններին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբին հայտարարել է թռիչքի ընթացքում հետագիծը փոխող նոր բալիստիկ հրթիռների առկայության մասին։ Ըստ պաշտոնական Թեհրանի արհեստական բանականությամբ կառավարվող այս համակարգերը ընդունակ են շրջանցել հակառակորդի հոբ միջոցները։ Ռազմատենչ այս հայտարարություններին զուգահեռ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ հանդիպել է երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային միասնության ու ներքին կայունությանն առնչվող հարցեր։ Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, 570 ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նշվում է, որ ենթակառուցվածքների վնասման պատճառով 3 բժշկական հաստատություն ամբողջությամբ փակվել է եւ դրանց հիվանդների մեծ մասը տեղափոխվել է այլ վայրեր։ Դոնալդ Թրամփը գաղտնի է հեռացել Անկարայից, որտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Թրամփը սկզբում տեսախցիկների առաջ նստել է իր Air Force One-ը, սակայն մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են C-32A ռազմական ինքնաթիռ։ Դրա համար օգտագործվել է օդանավակայանի սննդի սպասարկման մեքենան։ Սա տեղի է ունեցել իրանական կողմից սպանության սպառնալիքի մտավախության պատճառով, հայտնել է Washington Post-ը։